ամբողջ 20-ամյա մոտավորապես պատմությունը մի բանի մասին է, որ 27-ի հիմքում նպատակ կար հայկական պետականությունը կազմաքանդել եւ 44-օրյա պատերազմի նպատակն էլ մեծ հաշվով կարող ենք ասել Ռուսաստանի կողմից սանձազերծված իհարկե Ադրբեջանի ուղիղ մասնակցությամբ դրա իրական հիմքում հայկական պետականության չեղարկումն էր, եթե կհիշեք վերջերս վարչապետը մի շատ կարևոր արձանագրում արեց, որ այո մենք կարող էինք պատերազմը կանգնեցնել, բայց դա կարժենար հայկական պետականությունը, մենք այդ գինը պատրաստ էինք վճարել, այսինքն մեզ Պուտինը առաջարկել է պատերազմը կանգնեցնել, նա ի վիճակի է եղել պատերազմը կանգնեցնել, բայց խնդրագիր է ուզել Հայաստանից միութենական պետության մաս դառնալ։ Ես ես կարող եմ վկայաբերել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մեզ հետ հանդիպել է վարչապետը, մեզ իրազեկել է, որ մենք գնում ենք Լավրովյան պլանի իրագործման ճանապարհով եւ հավաստիացում է ստացել Ռուսաստանի նախագահի կողմից, որ եթե Հայաստանը համաձայնում է Լավրովի պլանին, պատերազմը կանգնում է